Սահմանադրական դատարանն իր այսօրվա հունիսի 26-ի նիստում քննարկում է 7 քաղաքական ուժերի դիմումները, որոնք հիմնականում վերաբերում են ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելուն։ Այստեղ են բերվել ոստիկանական ուժեր, նախորդին էլ Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ այսօր ժամը 17:00-ին Սահմանադրական դատարանի շենքի առջև տեղի կունենա ցույցի պաշտպանություն մեր քաղաքացիների քվեների։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստում քննարկման եւ փակ գաղտնի քվեարկության արդյունքում ազգային ժողովի նախագահի տեխնացու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը։ Նիստից հետո լրագրողներին հայտնել է քաղաքացիական պայմանագիր վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհավորում եմ իմ գործընկերոջը Ռուբեն Ռուբինյանին քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության կողմից ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահի տեխնացու ընտրվելու կապակցությամբ։ Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը հանուն Հայաստանի Հանրապետության։ Այս մասին ասել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Իր հերթին Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել Սիմոնյանին շնորհավորանքի համար։ Ես դեկտեմբերին մտադրություն չունեմ առաջադրվելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում, ասում եմ շատ պարզ հիմա։ Այս պահին ընդհանրապես չեմ մտածում ընտրությունների մասին եւ մտադրություն չունեմ առաջադրվելու։ Այս մասին Podcast with Գարամյանի եթերում ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին։ Շնորհավորում եմ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին Հայաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ 4 տարվա ընթացքում մենք ստեղծել ենք արդյունավետ աշխատանքային մշակույթ եւ անկեղծ բարեկամություն, մաղթում եմ հետագա հաջողություններ նաեւ նոր պաշտոնում, ասված է թուրք գործչի գրառման մեջ։ Այսօր Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 18 վագոն AI-92 մակնիշ ավտոմոբիլային բենզին, ընդհանուր 971 տոննա քաշով, ինչպես նաև 8 տոննա դիզելային վառելիք, ընդհանուր 467 տոննա քաշով։ Այս մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Հայաստանի վճարները Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄԱ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն խոսել է Բաքվում կայացած հանդիպումների ժամանակ քննարկված հարցերի մասին։ Ես ուրախ եմ վերադառնալ Բաքու եւ բովանդակալից խորհրդակցություններ անցկացնել իմ ադրբեջանցի գործընկերների հետ, այդ թվում նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևի, նախագահի հատուկ հանձնարարություններով գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի եւ փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի հետ։ Մեր քննարկումները կենտրոնացած էին տարածաշրջանային զարգացումների, Եվրամիության եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների, տրանսպորտային եւ լոգիստիկ հնարավորությունների, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի եւ Հայաստանի Հանրապետությունում եւ Ադրբեջանում ԵՄ բարձր մակարդակի առաջիկա շփումներից առաջ կայանալիք հարցերի վրա, նշել է Գրոնոն։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ Իսրայելի կառավարության առաջիկա նիստում կներկայացնի հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու մասին բանաձևի նախագիծը, դրանից հետո այն կներկայացվի նաև Իսրայելի խորհրդարանին, Քնեսեթին։ Կառավարության հաջորդ նիստում կներկայացնեմ Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության պաշտպանական ճանաչման մասին բանաձևի նախագիծը, նշել է Սաարը։ Նրա խոսքով հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պատմական, այլև բարոյական պարտավորություն է։ Նա ընդգծել է, որ Իսրայելը պետք է դատապարտի պատմական ճշմարտության ցանկացած նսեմացում կամ խեղաթյուրում։ Իսրայելական The Times of Israel պարբերականի տեղեկություններով բանաձևը կներկայացվի կիրակի օրը։ Թերթը նշում է, որ Իսրայելը երկար տարիներ խուսափել է հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից հարցի քաղաքական զգայունության պատճառով։ Սակայն վերջին տարիներին Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին այդ ուղղությամբ որոշակի քայլեր են ձեռնարկվել։
ԱՄՆ վարչակազմը նախատեսում է սկսել $700 միլիոն գործարք Թուրքիային կործանիչ ինքնահրթիռների շարժիչներ մատակարարելու համար, հաղորդում է Reuters-ը հողում անելով կոնգրեսին ուղղված համապատասխան ծանուցմանը։ Ըստ գործակալության գործարքը վերաբերվում է մի քանի տասնյակ շարժիչների։ Օրենսդիր մարմինն այժմ 15 օր ունի գործարքը կասեցնելու համար, եթե համաձայն չէ ծրագրերի հետ։ Գործակալությունը գրում է, որ շարժիչների մատակարարումը կարևոր ժեստ կլինի Անկարային, հուլիսի սկզբին նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ։ Reuters-ը նշում է, որ խոսքը վերաբերվում է շարժիչներին, որոնք Թուրքիայի կողմից մշակվող կան 5-րդ սերնդի կործանիչների համար նախատեսված General Electric շարժիչներն են։ Դրանք ծառայում են որպես ամերիկյան F-35 կործանիչների թուրքական այլընտրանք, այն բանից հետո, երբ Անկարան հեռացվեց այդ ծրագրից։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պատրաստ է անմիջապես վերադառնալ ԿԺԴՀ եւ սկսել աշխատանքները, եթե համապատասխան համաձայնագիր կնքվի, հայտարարել է ԱՄԳ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսի։ Սա տեխնիկական հարց չէ, սա քաղաքական հարց է, երկխոսություն կլինի թե ոչ։ ԱՄԳ-ն իր հերթին պատրաստ է անմիջապես սկսել աշխատանքներ, եթե համապատասխան համաձայնագիր կնքվի, ասել են նա, պատասխանելով Ճապոնիայի ազգային մամուլի ակումբում լրագրողների հարցին։ Լրագրողները Գրոսիից հարցրել են, թե արդյոք նա կարծում է, որ Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացումը իսկապես հնարավոր է եւ տեխնիկապես հնարավոր։ ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին գրված է Եվրամիության օրենսդիր մարմնի կայքում հրապարակված հայտարարության մեջ։ Որոշումը կայացվել է հունիսի 18-ից 19-ը տեղի ունեցած Եվրոպական խորհրդի նիստից հետո, որի ընթացքում ԵՄ առաջնորդները պայմանավորվել էին պատժամիջոցների երկարաձգման շուրջ։ Գործող միջոցները ընդգրկում են առանցքային ոլորտներ, այդ թվում առևտուր, ֆինանսներ, էներգետիկա եւ երկակի նշանակության տեխնոլոգիաներ։ Դրանք ներառում են նաև Ռուսաստանից ԵՄ ծովային ճանապարհով հում նավթի եւ որոշ նավթամթերքների ներմուծման կամ վերբեռնման արգելք։ Ռուսաստանում եւ երրորդ երկրներում մի շարք ֆինանսական հաստատությունների եւ կրիպտոծառայություններ մատուցող գործողության արգելք, ինչպես նաև Եվրոպական միությունում Կրեմլի կողմից աջակցվող մի շարք ապատեղեկատվական ալիքների հեռարձակման եւ լիցենզիաների կասեցում, ասվում է հայտարարության մեջ։ Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան երկրում պետական հանգստյան օր է հայտարարել կապված ազգային հավաքականի 2026 թվականի աշխարհի առաջնության փլեյ-օֆ դուրս գալու պատմական նվաճման հետ։ Հինգշաբթի օրը կայացած խմբային փուլի 3-րդ տուրի խաղում Էկվադորի հավաքականը 2-1 հաշվով տպավորիչ եւ կամայական հաղթանակ տոնեց Գերմանիայի ընտրանու նկատմամբ։ Այս արդյունքի շնորհիվ էկվադորցիները վաստակեցին 4 միավոր, զբաղեցնելով I խմբի 3-րդ հորիզոնականը։ Թիվը վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ նվաճեց աշխարհի առաջնության փլեյ-օֆի ուղեգիր։ Այս առիթով երկրի նախագահը սոցիալական ցանցերի իր էջերում շնորհավորական ուղերձ է հղել։ Շնորհակալություն ֆուտբոլիստներին եւ գլխավոր մարզիչին, ովքեր չնայած քննադատություններին, վիրավորանքներին եւ ծանր փորձություններին կարողացան ոգևորել ու հսկայական ուրախություն պարգևել ամբողջ երկրին։ Ուրբաթ օրը հայտարարվում է հանգստյան օր, կեցը Էկվադորը, գրել է Դանիել Նոբոան։ Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակել է Միքայել Սրբազանի դատավճիռը, Սրբազանի տնային կալանքը վերացվել է, բացակայելու արգելքը թողնվել է անփոփոխ։ Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում տեղի է ունեցել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի գործով վերջին դատական նիստը։ Պաշտպանները Վերաքննիչ բողոքով պահանջել են ամբողջությամբ բեկանել Առաջինատյանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի կայացրած դատավճիռը եւ կայացնել նոր դատական ակտ, ճանաչել եւ հռչակել Միքայել Սրբազանի անմեղությունը։ Վերաքննիչ դատարանը բեկանել է Շիրակի թեմի առաջնորդի գործով առաջին Ատյանի դատարանի որոշումն ու այն ուղարկել հետ նոր քննության։ Ես պատրաստ եմ եղել ամենալավին էլ ամենավատին էլ, ես ազատ եմ եղել մինչև այս ամենը, ազատ եմ եղել այդ ժամանակ, ազատ կլինեմ հետո։ Այս մասին լրագրողների հետ զրույցում դատարանի դիմաց նշել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը, անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի որոշմանը, որով բեկանվել է իր նկատմամբ Առաջինատյանի որոշումը եւ այն ուղարկվել նոր քննության։ Միքայել Սրբազանը բավարար չի համարում դատարանի որոշումը, քանի որ չի արդարացվել։ Ավելի լավ էր տնային կալանքը պահեր, ֆուտբոլ էի նայում գիշերը, հիմա չի պիտի կարողանամ նայել, կատակել է նա։ Հարցին հնարավոր համարում է, որ վեհապարին կկալանավորի այս իշխանությունը, նա արձագանքել է. Աստված մի արասցե, եթե նման բան տեղի ունեցավ, ամբողջ հայ ժողովուրդը պետք է վճարի դրա գինը, ինչպես 38 թվի դիմաց վճարեց հայ ժողովուրդը 100,000-ավոր զոհերով, այնպես էլ դրանից հետո կվճարենք։ Ինչ վերաբերում է իշխանություններին քննադատելուն, ապա Միքայել Սրբազանը հայտարարել է, որ այդպես էլ շարունակելու է, բայց ինչ պիտի անեմ, հո գլուխները չեմ շոյելու, իմ գոյությունը արդեն իրենց գաղափարին վնաս է, նշել է Սրբազանը։
Հայ հեղափոխական դաշնակցության ՀԳՄ ներկայացուցիչ ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարություն է տարածել հունիսի 26-ին Սահմանադրական դատարանը մեկնարկելու է ընտրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարան ներկայացված ընդդիմադիր ուժերի բողոքների քննությունը հունիսի 26-ին ժամը 17:00-ին Սահմանադրական դատարանի շենքի առջև տեղի կունենա ցույց ի պաշտպանություն մեր քաղաքացիների քվեների, ասված է հայտարարության մեջ։ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ավականուն դիմադիր անդամ Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել, այս մասին տեղեկացնում են քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Երևանի ավականու հերթական նիստի ընթացքում իրավիճակը լարվել էր, ծեծկռտուք էր սկսվել Մայր Հայաստան եւ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամների միջև։ Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ավարտման համար անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները, այս մասին ասել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ հանդիպման ժամանակ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Մամեդովը Գրոնոյին տեղեկացրել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումների եւ խաղաղության օրակարգի մասին, նշվել է խաղաղության գործընթացի ավարտման պարտավորությունների ժամանակին կատարման եւ փոխադարձ վստահության ամրապնդման համար առկա հնարավորությունների օգտագործման կարեւորությունը։ Հանդիպան ընթացքում տեղի է ունեցել նաեւ մտքերի փոխանակում տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի այլ հրատապ հարցերի շուրջ։ Ռուսաստանը որոշել է փակել Սանկտ Պետերբուրգում Ռումինիայի հյուպատոսությունը եւ վտարել Ռումինիայի հյուպատոսին։ ՏԱՍ-ի փոխանցմամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը այս մասին հայտարարել է Ռումինիայի դեսպան Քրիստինա Իստրատեին դիվանագիտական առաքելություն կանչելուց հետո տարածված հայտարարության մեջ։ Հունիսի 25-ին Ռուսաստանի Դաշնությունում Ռումինիայի դեսպան Քրիստիան Իստրատեն կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն եւ նրան ներկայացվել է նախարարության նոտան, որով Սանկտ Պետերբուրգում Ռումինիայի գլխավոր հյուպատոսը հայտարարվել է որպես անցանկալի անձ եւ երկրի հյուպատոսական գրասենյակը փակվել են, նշել է արտաքին գործերի նախարարությունը։ Նրանք ընդգծել են, որ այս միջոցառումները պատասխան են Բուխարեստի կողմից Կոստանցիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության գործունեության համար իր համաձայնության անհիմն չեղարկմանը եւ դրա տնօրենին անցանկալի անձ հայտարարելուն։ Իսրայելը եւ Լիբանանը մոտ են մտադրությունների մասին հայտարարության ստորագրմանը, որը կարող է նշանավորվել կողմերի միջև կարգավորման հետագա գործընթացը։ Այս մասին Բահրեյնում լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն, հաղորդում է ՏԱՍ-ը։ Այսօր լիբանանյան եւ իսրայելական իշխանությունների միջև բանակցությունների երրորդ օրն է լինելու։ Երեք կարծում եմ շատ լավ օր են։ Մենք շատ մոտ ենք երկու երկրների միջև մտադրությունների մասին հայտարարություն ստանալուն, որը, ինչպես ես եմ կարծում, կսկսի ուրվագծել խոստումնալից ապագան։ Սա գործընթաց է լինելու, այն ժամանակ կպահանջի եւ մեծ աշխատանք կպահանջի, ասել է Ռուբիոյը։ Նրա խոսքով վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ Լիբանանի կառավարությունը ուղղակիորեն խոսում է Իսրայելի կառավարության հետ։ Պետքարտուղարը նաև հայտնել է, որ Վաշինգտոնը վերականգնել է մշտադիտարկման մեխանիզմը, որի շրջանակներում CENTCOM-ը փոխգործակցում է իսրայելական եւ լիբանանյան զինվորականների հետ տեղում միջադեպը ստուգելու համար։ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Եվրոպական միությունը մարդու իրավունքների թեմայով քննարկումների ընթացքում պետք է հարց ուղղեր Վլադիմիր Զելենսկիին այն մասին, թե ինչու է Կիևը հարվածներ հասցնում Դոնբասի բնակիչներին միաժամանակ նրանց համարելով Ուկրաինայի քաղաքացիներ։ ՌԴ-ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանելով Բրյուսելում անցկացված ԵՄ ուկրաինական երկխոսությունը մարդու իրավունքների հարցերով հայտարարել է, որ եվրոպական կողմը չի բարձրացրել մի շարք խնդիրներ, որոնք ըստ Մոսկվայի վերաբերվում են ռուսախոս
բնակչության իրավունքներին, խոսքի ազատությանը, կրոնական ազդեցություններին, կոռուպցիային եւ քաղաքական հետապնդումներին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կկարողանա առաջադրվել 2028 թվականի ընտրություններում երրորդ անընդմեջ ժամկետում սահմանադրությամբ սահմանված բացառիկ հանգամանքներում։ Այս մասին Անադոլու գործակալությունը հայտարարել է Թուրքիայի առաջնորդ գլխավոր խորհրդական եւ նախագահական վարչակազմի իրավական քաղաքականության խորհրդի փոխնախագահ Մեհմեդ Ուչումը։ Նա բացատրել է, որ հաջորդ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների նախատեսված ամսաթիվ պետք է լինի 2028 թվականի մայիսի 7-ը, այլ ոչ թե մայիսի 14-ը, ինչպես պնդում են որոշ դիտորդներ եւ վերլուծաբաններ։ Ընտրությունները պետք է անցկացվեն նախագահի եւ խորհրդարանին հնգամյա ժամկետի ավարտից առաջ, քանի որ վերջին ընդհանուր ընտրությունները տեղի են ունեցել 2023 թվականի մայիսի 14-ին։ Հաջորդը կանցկացվեն 2028 թվականի մայիսի 14-ից առաջ կիրակի օրը, այսինքն 2028 թվականի մայիսի 7-ին, նշել է Ուչումը։ Ֆրանսիան Սիցիլիայի ափերի մոտ Ռուսաստանի հետ կապված նավթային տանկեր է կալանավորել։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Երեքշաբթի օրը ֆրանսիական ռազմածովային ուժերը Deliver նավթային տանկերի տախտակամած են բարձրացել այն պահին, երբ պահին ծովային իրավունքի խախտումներով անցնելուց է եղել Սիցիլիայի ափերի մոտ։ X սոցիալական ցանցում գրել է Մակրոնը։ Ծովային իշխանությունների տեղեկացմամբ Կամերոնի դրոշի ներքո ընթացող եւ ռուսական Պրիմորսկ նավահանգստից դուրս եկած նավը վերցվել է ֆրանսիական ռազմանավերի ուղեկցության տակ եւ ուղղվել է Խարսխակայան լրացուցիչ ստուգումներ անցկացնելու նպատակով։ Սահմանադրական դատարանի գործընթացի հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ անի, որովհետև կոռեկտ չէ։ Մեր դիրքորոշումը մեր ներկայացուցիչները կներկայացնեն Սահմանադրական դատարանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Լրագրողը հետաքրքրվել է իշխող ուժը մտավախություն չունի, որ Սահմանադրական դատարանը կարող է ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչել եւ նոր ընտրություններ նշանակել, որին Փաշինյանը պատասխանել է. Ես ուզում եմ, որ անընդհատ չմոռանանք լեգիտիմության մեկ աղբյուր կա, դա ժողովուրդն է գնահատում իր ընտրությունը տեղի է ունեցել, թե ոչ, եթե որևէ մեկը դիտելու գոնե բավարար հմտություն ունի, անզեն աչքով կնկատի, որ ժողովուրդն արձանագրել է իր ընտրությունը տեղի է ունեցել եւ իր ընտրությունն արձանագրվել է ընտրությունների պաշտոնական արդյունքներով, նշել է Փաշինյանը։ Խոսելով ազգային ժողովի նախագահի տեխնացուի ընտրության մասին, Փաշինյանն ասել է, որ իր մոտեցումները չի հայտնի, իր քվեարկությունը կանի փակ գաղտնի ռեժիմով, ինչպես իր մյուս գործընկերները։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում այսօր տեղի ունենալու նիստ, որտեղ որոշում է կայացվելու առաջադրված տեխնացուներից փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվելու է մեկը եւ ով ընտրվի դրա մասին կլինի հանրային իրազեկում։ Այսինքն մեր պլանը դա է, որ այսօրվա նիստում այդ հարցով մենք պետք է լսենք տեխնացուներին, հարցեր տանք, մտքեր փոխանակենք եւ որոշում կայացնենք։ Գործադիրի կազմի հետ կապված ես ասել եմ, որ կառավարության կազմում փոփոխություններ չեմ տեսնում, չեմ նախատեսում, այսինքն կառավարության անդամների, փոխվարչապետներ եւ նախարարներ, այլ մակարդակներում որոշ փոփոխություններ մտածում եմ տեղի կունենան, նշել է Փաշինյանը։ Եթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ նամյոկով ասի մենք չկանք, ինչ կարող ենք անել, չկան, այս մասին կառավարության նիստին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Եվրասիական տնտեսական միությունը հայեցակարգային մի քանի դրույթների վրա է հիմնված աշխատուժի, ապրանքների, ծառայությունների եւ ֆինանսների ազատ տեղաշարժի վրա, եթե դա չկա, նշանակում է Եվրասիական տնտեսական միություն չկա եւ Եվրասիական տնտեսական միությունը հարցին պետք է հստակ պատասխանի ինքը կա թե չկա, նշել է Փաշինյանը։ Ես իմ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որին բացակայությամբ ընդունել են։ Պետք է հասկանանք ինչ է դա նշանակում գործնականում ԵԱՏՄ ցանկացած երկիր ցանկացած երկրի հետ կապված կարող է այսպիսի որոշումներ կայացնել։ Մի օր արտանան ու որոշումներ կայացնեն։ Կառավարության նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը։ Իմ գնահատմամբ, եթե այս հարցի պատասխանն այո է, ուրեմն ԵԱՏՄ-ն հայտարարում է ինքնալուծարման մասին եւ մենք էլ պետք է այստեղից հետեւություններ անենք, նշել է Փաշինյանը։
Վերաքննիչ քրեական դատարանում տեղի է ունեցել Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատականից, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որտեղ էլ որոշում կկայացնի։ 2026 թվականի փետրվարի 6-ին Միքայել Սրբազանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Ներքին գործերի նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին եւ Փամբագետում որոնողական աշխատանքների իրականացրած ջրասուզակներին ծառայողական պարտականությունները բարեխղճորեն եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ջրասուզակ Վահե Մելքոնյանը պարգևատրվել է անբասիր ծառայության համար մեդալով։ Վահե Մելքոնյանն այն ջրասուզակն է, ով Փամբագետում հայտնաբերել է 7 եւ 13-ամյա քույրերի մարմինները ջրահեղձ եղած։ Օրեր շարունակ նրանք որոնվում էին գետում։ ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Գլենդել քաղաքի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնելու է հայ ազգի պաշտոնյա։ Այս մասին տեղեկացրել է US Armenia հեռուստաընկերությունը, նշելով, որ Ռոբերտ Ուիլյամսը շուրջ 24 տարի ծառայել է Գլենդելի ոստիկանության համակարգում, անցնելով ծառայողական տարբեր աստիճաններով։ Նա ստանձնել է քաղաքի 21-րդ ոստիկանապետի պաշտոնը։ Ուիլյամը նշել է, որ իր գլխավոր առաջնահերթությունները քաղաքի անվտանգության ապահովումն ու տարբեր համայնքների հետ սերտ համագործակցությունն են։ Հունիսի 24-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ։ Այս մասին տեղեկացնում են արտաքին գործերի նախարարությունից։ Բենժամեն Հադադը շնորհավորել է նախարարի տեղակալին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան անցկացվելու եւ հաղթանակի կապակցությամբ։ Կողմերը ի թիվս այլ հարցերի մտքեր են փոխանակել նաեւ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության օրակարգի շուրջ անդրադառնալով Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնման ուղղված քայլերին, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման ուղղված նախաձեռնություններն ու այդ համատեքստում արձանագրված վերջին զարգացումները։ Իրաքը ստիպված կլինի քննարկել բոլոր հնարավոր տարբերակները, եթե իր OPEC քվոտան զգալիորեն չբարձրացվի։ Իրաքի պաշտոնյաները դիտարկել են OPEC-ից դուրս գալու հնարավորությունը, սակայն ներկայումս պլանավորում են մնալ կազմակերպությունում եւ ձգտել քվոտայի բարձրացման, գրում է գործակալությունը հողում անելով իր աղբյուրներին, այդ թվում Իրաքի նավթային նախարարության բարձրաստիճան պաշտոնյային։ Աղբյուրը նշել է, որ մերձավոր արևելքում հակամարտության ֆոնին երկիրը լուրջ ֆինանսական ճգնաժամ է ապրում եւ OPEC-ի քվոտայի զգալի ավելացումը անհրաժեշտություն է եւ պետք է քննարկվի առավելագույն լրջությամբ, ասվում է հոդվածում։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը կասկածի տակ է դրել այն տեղեկությունները, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլատրել է Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքում։ Այս մասին հայտարարել է ՏԱՍՍ-ի հետ զրույցում։ Ուկրաինական լրատվամիջոցներին հավատալ չի կարելի, ասել է Պեսկովը, արձագանքելով համապատասխան հրապարակումներին։ Նրա մեկնաբանությունը վերաբերվում էր Kyiv Independent-ի հաղորդմանը, որտեղ աղբյուրներին հողումով պնդում էր, որ Կիևը Վաշինգտոնից ազդակ է ստացել ավելի համարձակ գործողությունների համար Ռուսաստանի դեմ։ Միաժամանակ հրապարակման մեջ նշվում էր, որ ամերիկացի պաշտոնյաները չեն հաստատել նման թույլտվության առկայությունը, թեև ընդգծել են, որ Թրամփը ուժեղ կարևոր գործոն է համարում միջազգային քաղաքականության մեջ։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կքննարկի Ուկրաինայի տարածքում ամերիկյան հրթիռների արտադրության լիցենզավորման հարցը Կիևի համապատասխան դիմումից հետո։ Եվրոպան փորձում է ճնշում գործադրել Թեհրանի վրա։ Իրանի հրթիռային ծրագրի վերաբերյալ իր հայտարարություններով ՏԱՍՍ-ին հայտնել է իրանական բարձրաստիճան աղբյուրը։ Իրանական բալիստիկ հրթիռների վերաբերյալ եվրոպական նոր բողոքները Թեհրանի կողմից դիտվում են որպես Թեհրանի վրա ճնշում գործադրելու խորամանկություն։ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից Իրանի չեզոքացման ծրագրի շրջանակներում նշել է աղբյուրը։ Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 291-ի, ինչը վերջին 24 ժամվա ընթացքում 14-ով ավելի է, հայտարարել է Կոնգոյի կապի եւ լրատվամիջոցների նախարարությունը իր ամենօրյա տեղեկագրում։ Էբոլայի դեպքերի թիվը կազմում է 1118, ինչը նախորդ օրվա համեմատ 24-ով ավելի է։ Մահացության մակարդակը կազմում է 26%։ Հիվանդանոցներում եւ մեկուսացման կենտրոններում գտնվում է 408 հիվանդ, ամբողջությամբ ապաքինված հիվանդների թիվը 122 է։ Նախարարությունը նշել է, որ համաճարակաբանական հսկողությունը շարունակվում է ակտիվ մնալ։ Գրանցվել է էբոլայի կասկածելի դեպքերի 699 ծանուցում, դրանցից 99.4%-ը հետաքննվել են, բացահայտելով 138 կասկածելի դեպք։ Էբոլայի ներկայիս բռնկումը սկսվել է մայիսի 15-ին Կոնգոյի արևելքում։ Դրա էպիկենտրոնը գտնվում է Իտուրի նահանգում։ Հարևան Ուգանդայում նույնպես կան էբոլայի դեպքեր եւ մահացության ցուցանիշ։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ հունիսի 25-ին Ուկրաինան կստանա 90 միլիարդ եվրոյի ֆինանսական փաթեթի առաջին տրանշը 3.2 միլիարդ եվրոյի չափով։ Հայտարարությունը հնչեցրել է Լեհաստան կատարած այցի ընթացքում։ Ֆոն դեր Լայենի խոսքով առաջիկայում կսկսվի նաև այն 6 միլիարդ եվրոյի առաջին վճարումների փոխանցումը, որը նախատեսվում է Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության զարգացման համար։ Ավելի վաղ եվրոպացի պաշտոնյաները նշել էին, որ այս միջոցները պետք է օգնեն ամրապնդել երկրի պաշտպանական արդյունաբերությունը։ Եվրահանձնաժողովի ղեկավարը նաև հիշեցրել է, որ ներկայիս 90 միլիարդ եվրոյի փաթեթը ծածկում է Ուկրաինայի 2026-2027 թվականների ֆինանսական կարիքների միայն մոտ 2/3-ը։ Այդ պատճառով Եվրամիությունը քննարկում է լրացուցիչ 45 միլիարդ եվրոյի աջակցության հնարավորությունը։ Ըստ ավելի վաղ հրապարակված տվյալների, հատկացվող միջոցների մի մասը կուղղվի մակրոտնտեսական աջակցությանը, իսկ գալի մասը ռազմական եւ պաշտպանական ծրագրերին։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է. պատերազմի շարունակումը Ուկրաինայի գործող իշխանությունների համար իշխանությունը պահպանելու միակ միջոցն է։ Նրա խոսքով ուկրաինական խնդիրը կապված է ոչ միայն արտաքին կառավարման, այլև նրա հետ, թե ով եւ ինչպես է ձևավորում ժողովրդի կամքը Ուկրաինայում։ Մեդվեդևը պնդել է, որ այդ կամքը ձևավորում է արտաքին ազդեցության եւ կոռումպացված ուկրաինական էլիտայի ազդեցության ներքո։ Ակնհայտ է, որ պատերազմի շարունակումը գործող ռեժիմի համար իշխանությունը պահպանելու միակ միջոցն է, ասել է նա։ Մեդվեդևը նաև նշել է, որ ուկրաինական էլիտայի համար պատերազմն ու մարդկանց մահը դարձել է իշխանության պահպանելու եւ հարստանալու աղբյուր։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հունիսի 23-ին եւ 24-ին տեղի են ունեցել Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների եւ հիմնադրամի գլխավոր տնօրենի մրցութային հանձնաժողովի նիստերը, այս մասին հայտնել են Հայաստանի կառավարությունից։ Փաշինյանը հրապարակել է մրցույթի արդյունքները, ըստ այդմ քվեարկության արդյունքում հոգաբարձուների խորհրդի անդամ են ընտրվել Կալիֆոռնիական համալսարանի Լոս Անջելեսի հիվանդանոցի մանկական վիրաբուժության ղեկավար Շեխեր Դիմյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը, Համաշխարհային առևտրի կենտրոնի Երևանի մասնաճյուղի տնօրեն Արտաշես Տոնոյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ուկրաինայի գրասենյակի խորհրդական Թոմաս Պալուն, Kaiser Permanente ընկերության տարածքային ղեկավար Խոդամ Ռոստոմյանը, հիմնադրամի գլխավոր տնօրեն է ընտրվել Բերեկե Բանկ Ղազախստանի գլխավոր ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելքոնյանը։ Եղանակը առաջիկա օրերին Հանրապետության տարածքում հունիսի 26-ի գիշերը եւ կեսօրից հետո 28-ի գիշերն առանձին շրջաններում, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաեւ կարկուտ։ Հունիսի 27-ից 3-ն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 28-ից 3-ը 29-ից 30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում հունիսի 26-ի գիշերը եւ 27-ի օրվա ընթացքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, հունիսի 28-ից 30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։